Նախևառաջ իհարկե թույլ տվեք շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, որ ինձ հնարավորություն տվեցին այսօր ելույթ ունենալու։ Ես Տաթևիկի ինտրոյից հասկացա, որ շատ մարդիկ են խոսելու, հա, փողի ապագայի մասին։ Ես էլ փորձեմ շատ կարճ ելույթովս դնել հիմքերը այն մարդկանց առջև, ովքեր խոսելու են ապագայի մասին, փորձելով իհարկե մի քանի շատ հետաքրքիր հարց բարձրացնել, որպեսզի դուք քննարկեք դրանք այս մի քանի օրվա ընթացքում։ Եվ այսպես, դիտարկումներիս վերնագիրը փողի ապագան, որպեսզի հասկանանք, թե թվանշային տեխնոլոգիաներն ինչպես են ձևավորում փողի ապագան, միաժամանակ պետք է լինի նաև մեկ քայլ ետ անել եւ մի քանի հիմնարար հարց տալ։ Նախ, որն է փողի դերը, ինչ բնութագրեր են թույլ տալիս արժույթին համակողմանի վստահություն ձևավորել։ Այս հարցին պատասխանելու համար թույլ տվեք հիմա ձեզ տանել մի ամբողջ ճամփորդությամբ, որպեսզի հասկանանք էվոլյուցիայի հիմքերը, մարդկության քաղաքակրթության սկզբից մենք մեր ճամփորդությունը սկսում ենք քարի դարից։ Վաղ ժամանակաշրջանում մարդիկ ընդհանրապես սովորական բարտերով կարողանում էին փոխանակել ապրանքներ, այսինքն ավելցուկը օրինակ հացահատիկի յուղացիները կարող էին փոխարինել, ասենք, մորթիով կամ բրդով եւ հավանաբար նաեւ դարբինները օրինակ մնացորդային պղինձը կարող էին փոխարինել մոկասիններով։ Համակարգը պարզ էր, բայց կային մարտահրավերներ։ Գործարքները կախված էին նրանից, թե կողմերը ինչ են ցանկանում եւ արդյոք ցանկանում են հակառակ կողմի առաջարկածը։ Առևտուրը կարելի ասել շատ սահմանափակ աշխարհագրության մեջ էր տեղի ունենում։ Այս պրիմիտիվ հանրույթներում անցում սկսվեց դեպի ավելի բարդ քաղաքակրթություն, ստեղծվեց հնարավորություն աջակցելու առևտրին, հասարակությունների ներսում, վաղ քաղաքակրթությունները հույսները դրել էին օրինակ ոսկու, արծաթի, ընտանի կենդանիների, գարու, ցորենի վրա եւ արժույթի ընտրությունը ենթադրում էր ներհատուկ արժեքով բարձր ապրանքների վրա, ներհատուկ արժեքը խնդրում եմ հիշել, ինչը թույլ էր տալիս վերջիններիս ընդունելի դառնալ որպես արժանահավատ ապրանք, որպես այդպեսի։ Նույնիսկ այսօր այդ արժույթի վաղ պատմական զարգացումների գաղափարները բազմաթիվ ռոմանա-գերմանական լեզուներում կան, արծարծվում են, ասենք հենց money կամ փող բառի թարգմանություններից մեկը պեկունիան է, օրինակ picus լատիներեն, որը ընտանի կենդանին է։ Salary բառը անգլերենով լատիներենում sal նշանակում է աղ, երբ զինվորներին աղով էին վճարում։ Բայց այս համակարգը ուներ իր տիրույթը խնդիրների, այս ապրանքները իրենց ներհատուկ արժեքն ունեին, փողից անկախ, այսինքն ի վերջո կենդանիները եւ գարին սնունդ են, իսկ ոսկին կարելի էր վերածել օրինակ զարդի։ Ավելին, այս ապրանքների գները գոյանում էին անկախ շուկաներում եւ կարող էին շատ հեշտությամբ փոխվել։ Դրանց իմաստը որպես ապրանք անկախ էր նրանց գործառույթից, որպես արժույթ վճարելու համար։ Թեև այս ապրանքները կամ արժույթները ապրանքային որպես այդպիսին բարձր հանրային վստահությունից էին սերում, բավականին ծանր էր դրանց գործադրել որպես արժույթ այդ գործառույթի ներքո, մասնավորապես առևտրային գործարքներն իրականացնելու համար։ Օրինակ, եթե ոսկու գինը աճ էր, ապա դա դիտարկվեր որպես դեֆլյացիայի մի ձև, որն էլ խոչընդոտ էր սպառումը, մարդիկ փորձեին ընտրել իրենց ապրանքներն այնպես, որ դրանք էլ ավելի հեշտ փոխարինելի լինեին ոսկիով, անպատասխանաբար։ Ժամանակի ընթացքում այս պրիմիտիվ համակարգը ապրանքային արժույթի վերածվեց այլ ֆորմալ, այսինքն մանրադրամի եւ թղթի կամ թղթադրամի, ինչը կարելի է անվանել առաջին հեղափոխությունը փողի։ Թղթային կամ թղթադրամային վճարումների ձևով սրանք ուղղակի վճարման ակտեր էին, որոնք որ ամբողջությամբ փոխարինելի էին ֆիքսված ծավալի թանկարժեք մետաղների, ասենք ոսկու կամ արծաթի։ Թղթադրամի ձևավորումը գործարքը դարձրեց ավելի հեշտ, բայց խնդիրը դեռ կար։
այսինքն ներհատուկ արժեքը որպես այդպեսին դեռ պահպանված էր։ Դատադումները արտաքին ազդեցությունների ներքո հարակից ակտիվների շրջանակում, ինչպես նաև խոչընդոտները, որ ոսկու մատակարարների առջև ծառացած էին, հիմնավոր կերպով նպաստեցին ոսկու օգտագործմանը որպես փողի։ Սա երկաթվածություն էր, որը ձևավորվել էր ոսկե ստանդարտով։ Հանրության վստահությունը արժույթի նկատմամբ առաջանում էր այն փաստից, որ դա հիմնային ակտիվ է եւ ունի ներհատուկ արժեք, բայց այդ ներհատուկ արժեքը իր հերթին սահմանափակում էր օգտագործելիությունը։ Բրետոն-Վուդյան համակարգի կամ ոսկե ստանդարտի փլուզմամբ 1970-ականներին մասնավորապես մենք մոտ գործեցինք այլ ասել ամենախոշոր հեղափոխական գործընթացը երկրորդ հեղափոխությունը փողի, այսինքն Fiat փողի առաջացումը։ Սա վիճելիորեն ամենահիմնարար հեղափոխությունն էր, քանզի Fiat արժույթը որպես այդպիսին ներհատուկ արժեք չունի եւ այն փոխարինելի չէ որևէ բանի։ Սա բարձրացնում է պարզ, բայց շատ կարևոր հարց, ինչպես կարող ենք վստահել թղթին, որը իր ետևում արժեք չունի, ակտիվ չունի։ Fiat արժույթի համակարգի ներքո խոհեմ կենտրոնական բանկը առանցքային է վստահություն ձևավորելու գործընթացում արժույթի նկատմամբ, ապահովելով արժանահավատ հանձնառությունը կենտրոնական բանկի, ապահովելով միաժամանակ նաև այն, որ արժույթը ունի գնողունակություն որպես այդպիսին եւ գների կայունությունը ապահովելով դրամավարկային քաղաքականությամբ, փողի արժեքը փոխելով ու տոկոսադրույք սահմանելով տնտեսական պայմաններին ի պատասխան, կենտրոնական բանկը փորձում է ինֆլյացիան պահել ցածր մակարդակի վրա եւ կայուն։ Արժանավատ հանձնառությունը գնի կայունությանը վերացնում է հիմնական ռիսկերից մեկը, որ կապված է Fiat-ի հետ, դա բարձր հարափոփող պայմաններն են ինֆլյացիան, որոնք կարող են թուլացնել վերջինիս կայունությունը կամ պակասացնել արժեքը, միաժամանակ Fiat արժույթը դեֆլյացիոն ռիսկերը նվազեցնում է, որոնք սովորաբար ասոցացված էին ոսկե ստանդարտի հետ, քանզի Fiat արժույթը որպես այդպիսի ներհատուկ արժեք չունի, արտաքին սահմանափակումներ վերջինիս մատակարարման տեսանկյունից չկան, ինչպես նաև վերջինիս կայունության։ Սա ձևավորել դրամավարկային գլոբալ կարգ 70-ականներից եւ մնացել այդպիսին մինչ օրս։ Այսօր թվանշային եւ կրիպտո արժույթները, թվանշային ասելով նկատի ունեմ կենտրոնական բանկի արժույթը CBDC կոչվող եւ կրիպտո ասելով նկատի ունեմ հոմանիշ որպես մասնավորներ։ Հանգեցրել են մի իրավիճակի, որտեղ շատերը վիճարկում են, որ մենք երրորդ հեղափոխությանն ենք մոտեցել փողի, բայց թե կենթանիների, թե փողի, թե Fiat-ի դեպքում, եթե թվանշային ու կրիպտոն միաձուլվելու են որպես փոխանակման տեսանելի միջոցներ եւ ծառայեցվեն որպես արժույթ, ապա պետք է միաժամանակ կարողանան անդրադարձնել հիմնական երկատվածությանը, որը կանխորոշում է։ Արդյոք տրված արժույթը կարող է լայնածավալ ադապտացման ենթարկվել ներհատուկ արժեքով համադրված արժանահավատության հետ։ Սկսենք թվանշային արժույթներից, որոնք թափ են հավաքել վերջին տարիներին ակնհայտորեն հիմնական մոտիվացիան այստեղ այն է, որ կա պոտենցիալ գործարքներն առավել արագ իրականացնելու, առավել հարմարավետորեն եւ հավանաբար ավելի անվտանգ կերպով։ Ընդհանուր առմամբ ինստիտուցիոնալ աջակցությունը կենտրոնական բանկի կարող է նպաստել բարձր մակարդակի վստահության, բայց այլ մտահոգությունները, ինչպես անձնական տվյալների խոցելիությունը կիբեր հանցագործություններից եւ արձակումներից այլոց թվում պետք է համակարգված կերպով հաղթահարված լինեն, որպեսզի կարողանան ապահովել համակողմանի վստահություն։ Թվանշային արժույթները շատ հաճախ էվոլյուցիա են, քան ռևոլյուցիա, այսինքն CBDC-ն նոր թվանշային ձև է հաղորդում գոյություն ունեցող փողին, այսինքն Fiat-ին, որը շարունակաբար աջակցություն է ստանում պետության եւ կենտրոնական բանկի կողմից։ Այս էվոլյուցիան շատ չի տարբերվում թղթային փողի ադապտացումից ոսկե ստանդարտով, ինչն էլ նոր ձև է հաղորդել նրան, թե ինչպես է ոսկին օգտագործվում որպես փոխանակման միջոց։ Վերադառնալով կրիպտո արժույթին եւ ներհատուկ արժեքի եւ վստահության հարցը դառնում է ավելի հրատապ։ Վերջին մի քանի տարվա ընթացքում կրիպտո ակտիվները
բավականին մեծ թափ են հավաքել եւ վերջինիս կարեւորությունը համեմատ ոսկու կամ արժե թղթերի նշանակալի է։ Սա այդ ներհատուկ արժեքի հարցն է բարձրացնում, իսկ եթե կրիպտո արժույթը որպես այդպեսին պահվում է որպես արժեք ձևավորող միավոր եւ կարող է ժամանակի ընթացքում նշանակալի վերադարձելիություն ապահովել, ապա ավելի քիչ կենսունակ է դառնում որպես փոխանակման միջոց։ Կրիպտոյի ռիսկայնությունը որպես ակտիվի հաշվի առնելով վերջինիս արժեքի հարափոփող մակարդակը այն ավելի բարդացնում է իրավիճակը։ Այդ հայտնի պատմությունը այդ մարդու, ով 10,000 բիտկոին էր ծախսել 2 պիցցա գնելու համար 2010 թվականին, հավանաբար լավագույն ցուցադրությունն է այս դիլեմայի։ Վստահության արժանավատության հարցը մեկ այլ ուղղությամբ է աշխատում, որ տնտեսությունների ժամանակի ընթացքում պետք է կարողանան մասնավոր արժույթների հնարավորություն ստեղծել։ Տասնամյակներ առաջ Ֆրիդրիխ ֆոն Հայեկը վիճարկում էր փողի ազգայնացման հարցը, այսինքն երբ ազգային արժույթները վերափոխվելու էին մասնավոր արժույթների համակարգով, որոնք կմրցակցեն, բայց առանց պետության աջակցության։ Մասնավոր արժույթները կարող էին միայն հանրության վստահություն ձևավորել ցանցի արտաքին կապերի շնորհիվ, երբ օգտագործում ենք արժույթները շփմանը հակառակ, ապա ցանցը որպես այդպեսին ավելի կոպտանում է եւ վստահություն ձևավորում մասնավորապես մասնավոր արժույթների կենսունակության տեսանկյունից, բայց կարծում եմ շատ հստակ ցուցադրվել է, որ այսպիսի վստահության կառուցումը բավականին բարդ է առանց ինստիտուցիոնալ կամ պետության աջակցության եւ հենց այդ պատճառով է, որ մենք գրեթե միշտ արժույթները տեսնում ենք պետության իրողության կամ պրիզմի ներքո։ Թույլ տվեք ավարտել մի քանի քաղված դասով կիսվելով, որոնք ակնհայտ են փողի պատմությունն ուսումնասիրելիս, առաջին հերթին ակտիվները առանց ներհատուկ արժեքի կոնստանտ գնով կարող են հույս ունենալ, որ կգոյատևեն որպես փոխանակման հնարավորություն։ Մարդիկ չեն ցանկանա արժույթը փոխանակել, եթե ներհատուկ արժեքը ժամանակի ընթացքում միայն աճելու է։ Եվ երկրորդը, հանրության վստահությունը փողի նկատմամբ սովորաբար ձևավորվում է վստահելի ինստիտուցիոնալ նորմերից, կանոնից, ասենք դրամավարկային քաղաքականությունը, որը վերահսկում է փողի արժեքի տեղաբաշխումը պահանջարկին ի համապատասխան, որպեսզի արժույթը որպես այդպեսին զրո ներհատուկ արժեք ունենա ցանկացած արժույթ, որը փորձում է հասնել ճանաչման, այս հիմնարար երկատվածության կառավարումը զրո ներհատուկ արժեքից մինչև բարձր հանրային վստահություն առանցքային է։ Շնորհակալություն ուշադրության համար։